շատ համեղ թխվածքաբլիթներ ենք թխելու։ Սրանք մամաս բադամպուրի էր ասում այս թխվածքաբլիթներին, հետո պարզվեց, որ պարսկական թխվածքաբլիթներ են, անունը գոտապ, ու իրենք սա տապակում են ձեթի մեջ, ասում են համեղ է, երբևիցե չեմ փորձել, մենք թխում ենք ու տարբեր ձևով են պատրաստում, բայց տեսքը հիմնականում, որ վերցնենք բաղադրիչների մեծ մասը նույնն է։ Ինչ է պետք, 2 բաժակ ալյուր ունեմ, 200 գրամ սառը կարագ, այսպես կտրատում եմ, ավելացնեմ, մամաս դանակներով էր, հիշում եմ սա, այսպես փոսիկի պես սեղանի վրա դնում էր, կարագները դնում ու դանակներով կտրատում էր, հիմա ես հարմար կտրիչ ունեմ, սրանով կկտրատեմ, այդպիսի մի բանով կամ դանակով փորձելու եք կտրատել ու փորձելու եք չմոռանալ ալյուրին ավելացնել աղը ու փխրեցուցիչը։ Ես արդեն մոռացել եմ, էլի մտքերով անցել եմ, ինձ համար կտրատում եմ։ Հա, հիմա սա կավելացնեմ արագ, աղը պտղունց աղ է, պետք մի քիչ պտղունցից ավել, այսպես ալյուրին կավելացնեմ, բաղադրատոմսի մեջ փխրեցուցիչ չկար, ես եմ ավելացրել, կարող եք չավելացնել, ավելի համեղ է ստացվում, ավելի լավն է լինում թխվածքաբլիթների պարունակությունը, բաղադրությունը, այդպիսի մի բանը։ Սա այդպես մի հատ հիմա ձեռքերով այսպես պարզապես որ խառնվեն իրար, դա նախապես կավելացնեք, չմոռանաք։ Հիմա ես իմ կտրիչով արագ սա կտրեմ մանրեմ ու մնացած բաղադրիչներն էլ մի բաժակ թթվասեր կամ մածուն էր դնում, ինձ մոտ քամած մածուն է, սենյակային ջերմաստիճանի իհարկե։ 2 ձվի դեղնուց էր պետք, իհարկե սոդան անպակաս, շաքարավազը հիմա պետք չէ, խմորի բաղադրիչների մասին խոսեմ վերջացնեմ, արդեն վերջացրեցի, միջուկը հետո կպատմեմ, հիմա սա կտրատեմ, հետո ձվի դեղնուցները կավելացնեմ, մածունը կավելացնեմ, կհունցեմ ու կանցնենք առաջ։ Այսպիսի մի բան պետք է ստացվի, մի քիչ հատիկավոր բաղադրություն պետք է ունենամ, հա, որ պատմում էի պարսիկները ինչպես են պատրաստում, իրենք հալած կարագով են անում, խմորը լավ հունցում, դարձնում են միատարր մի բան, սրա իմաստը, այս թխվածքը, իմ հիշելով, գիտեք, մոտեր, ոնց որ շերտավոր խմորով պատրաստած լիներ, շերտավոր չէ, բայց այդ պարունակությունը ոնց որ ուներ, դա էր ամենահամեղ մասը, դրա համար կարևոր է, որ մենք մեր ձևով պատրաստենք, սա այսպես, ինչ ենք անում, սոդան մածունով բնական է, բացում ենք, կես թեյ գթալ սոդա եմ ավելացնում, 1 թեյ գթալ փխրեցուցիչ էի ավելացրել, խառնելու ոչինչ չեմ վերել, սրանով էլ կխառնեմ, սա մի հատ կավելացնեմ, ձվի դեղնուցները, հենց մի անգամից ալյուրիս կավելացնեմ, սա մի վայրկյան թող հասունանա, սպիտակուցներից մեկը օգտագործելու ենք միջուկի համար, եղեք մի քիչ ցածր կխոսանք, Լուսին, բան ենք նկարում, մյուսներ մի կողմ կդնենք, հետո բեզեի մեջ կօգտագործենք, հիմա սպիտակուցը առանձնացնեմ մեր միջուկի, մի սպիտակուց է պետք լինելու միջուկին, հաջան, I love you too, սա էլ էստեղ կդնեմ, հիմա միջուկը պետք չի մեզ, սա էլ ամբողջությամբ կավելացնեմ ալյուրին ու մի քիչ հարիչով կհարեմ ու ձեռքով թեթևակի հունցելու ենք, շատ չենք տրորելու, ինձ ասում են, պարսիկներն ասում են, մենք սա այս ձևով չենք պատրաստում, մենք սա ենք անում, սա ենք ավելացնում, նա ենք ավելացնում, ասում եմ, հա ոնց պատրաստում եք, պատրաստեք, մենք դուք չեք, մենք մեր ձևով ենք պատրաստում, Հիմա ես պետք է գնամ բերեմ սա քերեմ, այսպես չի կարելի սա թողնել, գնամ բերեմ քերեմ, արագ հունցեմ, անցնենք առաջ։ Ոչ մի կաթիլ թշնամուն, խառնում ենք։ Այնքան որ խառնվի, հետո որ զգաք էլ արդեն լավ չի միաձուլվում, կսկսենք, որ դուք զգաք, ես կսկսեմ հունցելը։ Զգացիք չէ, որ էլ լավ չի խառնվում։
Հիմա թեթևակի կհունցեմ ու ընկույզի չափով ես այսպիսի գթալ ունեմ, շատ համաչափ կարողանում եմ վերցնել։ Կարող եք թեյ գթալով էլ անել, չափը որոշել ու այդպիսի գնդիկների ենք բաժանելու։ Դնենք 2 րոպե սառնարան եմ տեղափոխելու, այնքան որ միջուկը պատրաստեմ ու արդեն կարող ենք աշխատել։ Հա։ Արքա ջան, լավ էլի, ինչ ուզում ես երեխան մեր հարևաններից։ Հա ջան։ Or not stay there, okay? Հա, տղես չես մնալու ընդ, բայց չես էլ գնալու որ մնաս։ Շատ թեթև ալյուր ավելացրեցի, երբ տեսնում եք շատ կպչունություն ունի, աչուձախ է, որտեվ կարագի կտորները հեսա կարող եք տեսնել մեջը, երբեմն շատ աշխատեք համել շատ ձեռքերի մեջ չտաքացնել խմորը, այսպես թեթևակի, բայց որ սեղանին էլ չկպչի։ Արքա ջան, թող գործ անենք։ Մի հատ սկուտեղ եք վերցնում, հարմար, անձեռոցիկը սուրա, մի հատ անձեռոցիկ եք դնում։ Ես սկուտեղը վերցնում եմ, դուք անձեռոցիկը դնում եք։ Սա այսպես ու հիմա գնդիկների կբաժանեմ, եթե ուզում եք մեծ անել, արագ վերջացնել, մեծ գնդիկների կբաժանեք։ Հա ջան։ Արքա, մի սկսի տղես։ Հիմա սրանք արագ անեն վերջացնեմ, միջուկին անցնենք։ Կարծես տեղավորվեցին։ Վերջ, սառցարան եմ դնելու, դուք կարող եք սառնարան դնել։ Կամ դուք էլ սառցարան դրեք։ Միջուկի համար ինչ է պետք։ Էլի, նկատողություն արեցին, որ մենք ընկույզով չենք անում, մենք նշով ենք անում, բադամով, ըստ երևի անունն էլ հենց մեզ հասել է այդ ձևով, բադամը հենց նուշն է պարսկերեն։ Մի սպիտակուցը լավ հարում ենք, մի վարկյան համել շաքարավազը, մի բաժակ շաքարավազ էր բաղադրատոմսով, ես 3/4 մի մատ պակաս եմ դնում, մտածում եմ մի ձևով իբր կարող ենք այդպես մի քիչ կալորիան պակաս անել։ Հա, սպիտակուցն ու կարծեմ սպիտակուցը պետք է հարեի հետո շաքարավազը ավելացնել, բայց արդեն ուշ ավելացրել եմ։ Հա, սպիտակուցը մի քիչ կհարեք, հետո շաքարավազը կավելացնեք։ Ես հիմա այսպես կփորձեմ հարել ու մի բաժակ համ ընկույզ եմ կոտրել բոված, համ էլ նուշ, արդեն կոտրել մանրացրել եմ։ Ձեզ չեմ սպասել։ Այսպիսի բաղադրության, չէ, նշերը մի քիչ կկոտրատեմ, որովհետև հələ կարծես մեծ կտորներ կան մեջը, չէ, մի քիչ էլ կկոտրատեմ դա, հիմա սա արագ խառնեմ, ուրիշ ինչ է պետք։ Դարչին ենք ավելացնում, ըստ ճաշակի ու համի, մեխակի փոշին եմ ավելացնում ու հիլել են ավելացնում, հիլն ունեմ, ջարդիչը չունեմ, դուք կավելացնեք հիլը։ Դու ես ուզում խառնես։ Ես քո խառնելու չի, ես մաման հազիվ է խառնում, օքեյ խառնի, հա, սրանք ավելացնեմ, ինքն էլ թո զբաղվի, դե խառնի, ուզել ես։ Գթալի պոչով։ What cream is this? Օ, գիտեք էլ ինչ են ավելացնում, բերել եմ, ավելի ճիշտ իրենք ամեն ինչի մեջ այս վարդի օշարակը ավելացնում են։ What are you making? Ավելացնենք նկատողություններ չստանանք, բայց կարող եք չավելացնել։ Օ, շատ չավելացնես։ Հեչ չեմ սիրում, որ շատ ուժեղ զգացվում է սրա համը։ Շատ չավելացրեցինք։ Դարչինն էլ ավելացնեմ, միջուկին հիմա ընկույզեղենը կկոտրեմ, կավելացնեմ, միջուկն էլ պատրաստ է։ Ջեռոցը 190 աստիճան։ Դե խառնի, շուտ արա։ Ես էլ սա կոտրեմ։ Dough. How did you make the dough? Huh? Wait, did you make the dough with butter and flour and water? Այո։ Նայում էի Լուսին ջան, չտեսա խմորը ինչով էի սարքում։ Չէր նայում։ What are you making? Խառնի, տղես, խառնի։ What are you Told me a making, couple Mom? seconds ago, but then I forgot. Jay, what are you making? Mom, do I now just maybe got practicing? Okay, ընկույզը չափենք, մի բաժակ, եթե չեմ ասել, բաժակի չափը 250 ml-ն է։ Ու միշտ այդ չափն է լինելու։
Okay, խառնի։ Սա էլ խառնենք, պատրաստենք։ Արդեն խմորները կարող են բերել։ Այո։ We're going to save it for Lysandra. Մի քանի հատիկ եմ բերում, սառը խմորով ավելի հեշտ է աշխատելը։ Քիչ-քիչ կարող եք վերցնել, հա ջան։ I need to do my homework. Ուզում ես հոմորկը տանես, օքեյ։ Թեթևակի ալյուր եք անում։ Լուսին ջան, արի օգնի տնայիններն ա ուզում անի։ Թավան յուղաթերթիկով եք պատում։ Հեսա կանոն կբերեմ կչափեմ չափը, բայց կարևոր չէ իրականում։ Ամեն մարդ մի չափ է ընտրում։ Բայց կբերեմ կչափեմ, կասեմ ինչքան բացեցի։ Ըստ ձեր բացածի, այսպես ճաշի գտալից պակաս, հա, դնում եք կենտրոնում, դեռ պետք չէր արևս, ասեցի, որ ասեմ նոր կբերես։ Կհալվի։ Այսպես կպցնում եք ծայրերը։ Զգուշացնեմ, առաջի մի քանի հատը շատ հնարավոր է, որ կատարյալ տեսք չունենան, բայց համը կատարյալ է լինելու։ Այսպես պտտում եք, ծալում եք։ Ամեն ծալելուց հետո մի հատ բութ մատով այսպես սեղմում եք ու շարունակում եք։ Կեսից 12 սանտիմետր եմ բացում, շատ հարմար չափ է սրանք։ Մի բան էլ ասեմ, չափից ավել միջուկը չդնեք, շատ չդնեք։ Այդ դեպքում հնարավոր է, որ այսպես ծակվում միջից դուրս է թափվում, դրա համար աշխատեք լիուբոլ չդնել։ Մի հատ էլ ցույց տամ շատ արագ, այսպես, սեղմեք, մի հատ սեղմեք, հետո պտտեք։ Այսպես, ուզում եմ ցույց տալ վերջի այդ պտույտը ինչ եք անում։ Հիմա անեմ, փորձում եմ սիրուն անել, բայց ըստ երևույթի իմ շտապող բնավորության համեմատ այդքան կատարյալ տեսք չեմ կարողանում տալ։ Այս վերջինը, որ ծալեցիք, հա, կարող եք սենց ծալել տակը, այսպես։ Բայց չի, մնում է թխվելուց կատարելությունը չխախտի։ Մի քանի հատ եմ թխելու, ժողովուրդ ջան, մտնում է, ուզում եմ հասցնել լույսով ցույց տալ սրանք։ Երևի հենց այսքան էլ կթխեմ, հետո հանգիստ ինձ համար կվերջացնեմ։ Արդեն բաղադրատոմսն էլ տեղադրելու եմ, գիտեք որտեղ, կոմենտների բաժնում, իմ բլոգում։ Այդպես, ավելի մանրամասը կգրեմ։ Ինչպես ասում են, այս գործը հանգիստ է սիրում, հանգիստ կփաթաթեք, տեղը տեղի սիրուն նախշը, որ գեղեցիկ լինի։ Տանեմ թխեմ 15-ից 20 րոպե, 20 րոպե երևի չի թխվի, 17-18 րոպե, վերադառնամ։ Մինչև թխվեցին, մութն էլ ընկավ։ Մի սպասեք, որ թխված կաբլիկները շատ ուժեղ կարմրելու են կամ ոսկեգույն են լինելու։ Աշխատեք չափից ավել էլ չթխել, որ չչորանան։ Այսպես բաց ոսկեգույն է լինելու։ Մի քանի մանրամասն ասեմ, եթե սառը խմորի հետ եք աշխատելու, ասենք արագ-արագ փաթաթեցիք, անպայման պետք է սենյակային ջերմաստիճանում լինեն, նոր դնեք թխելու, սառը չթխեք։ Միջուկը հնարավոր է դուրս գա, չխառնվեք իրար, վրայից կպոկեք, կուտեք, կամ էլ հենց վրան էլ կթողնեք։ Ինձ մոտ մի քանի տեղից սրանք դուրս եկան, մի քանիսը լավ մնացին, այդ սառու տաքի պահն է։ Մնացածն էլ այսպես շաքարի փոշով կփակեք դեֆեկտները, ոչ մեկ ոչ մի բան չի տեսնի, կարևորը համն է։ Քամին էլ քշում է, շաքարի փոշին էլ հետն է տանում։ Հա, միջուկն էլ շատ չլցնեք, դա էլ մյուս մանրամասն, որ միջից դուրս չգա, դրա պատճառով էլ կարող է դուրս գալ։ Մի թեյի գթալին մոտ երևի։ Այսքանը, շատ ամանի մեջ սիրունները տեղադրեմ, որ նկարահանենք, ու գիտեք մի քիչ էլ պիստակ ասեցիք, ահամ ասում եք պիստակ, համ ասում եք գետնանուշ, մի հատ կողմնորոշվեք, տեսնենք այս ինչ են ասում, այս ընդեղենին ինչ անուն ենք տալի, մի քիչ էլ ֆստխ եմ ասում, դրանից եմ փշրել, շատ գեղեցիկ է լինում վրան։ Հաջան, Լուսին ջան, վերջացրեցինք, 2 րոպե ձենը մի հանի, սա էլ այսպես, այս մի հատ մի քիչ անճորնին էլ ես կուտեմ, այդ միջուկը տեսնեմ կարող եմ ցույց տալ, այսպիսի մի բան է ստացվում, արքա հերիք աղմուկ անես,
Վերջ, պատրաստ է, բաղադրատոմսի հղումը կոմենտներում էլ կգրեմ, հեղինե.com բլոգում էլ կգրեմ։ Թեյն էլ հեսա դնելու եմ, սա թեյով ընտիր մի բան է, շատ համեղ է։ Այսքան բան ժողովուրդ ջան, ապրեք որ դիտեցիք, բաժանորդագրվեք, անխնա տարածեք, կհանդիպենք։ Անխնան լավ էր։ Համով աղել ես անգամ, ընտիր։